Vous écoutez Marie Chirette. Avec Marish, partageons ensemble une conversation sincère de cœur à cœur. Ici, vous entendrez des histoires vraies, touchantes et inspirantes. Les invités ont tant à raconter et vous avez sûrement quelque chose à y découvrir. Installez-vous confortablement et rejoignez-nous. Avec Marish, des vraies personnes, de vraies conversations. Vous écoutez Marie Chirette. Avec Marish, partageons ensemble une conversation sincère de cœur à cœur. Ici, vous entendrez des histoires vraies, touchantes et inspirantes. Les invités ont tant à raconter et vous avez sûrement quelque chose à y découvrir. Installez-vous confortablement et rejoignez-nous. Avec Marish, des vraies personnes, de vraies conversations. Մարիշի հետ ուղղակի զրույց անկեղծ ու բաց, սրտից սիրտ, պատմություններ կյանքից բերված, հետաքրքիր, ջերմ, իրական, հյուրերն այստեղ ասելիք ունեն անպայման, նստիր հարմար և մեզ միացիր, այս զրույցից դու անպայման մի բան կստանաս, Մարիշի հետ, իսկական զրույցներ, իսկական մարդիկ, միացեք մեզ բացահայտելու ամենահետաքրքիր պատմությունները. Յուրաքանչյուր պատմություն արժանի է լսվելու եւ յուրաքանչյուր ձայն կարեւոր է։ Դուք լսում եք Մարիշի հետ հաղորդումը։ Ձեզ հետ է Մարիա Հակոբյանը, իսկ իմ հյուրն է այսօր Անահիտ Կարապետյանը։ Բարև Ան։ Բարև ձեզ։ Ոնց ես։ Լավ, դուք։ Լավ, որ քեզ տեսնում ենք։ Շատ շնորհակալ եմ Մարիա ջան, այստեղ գտնվելու համար։ Անչափ շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ, որ եկեք։ Հիմա մտածում եմ ոնց ներկայացնեմ Անահիտին։ Հիմա ուզում չուզեմ պիտի ասեմ Լիլիթի մաման է։ Շատ ուրախ եմ, հպարտ։ Մեր բանի շախմատի չեմպիոն Լիլիթի մաման է, բայց եկեք բարձենք թե ով է Անահիտը, որտեղ Անահիտն էլ է շատ հետաքրքիր անձնավորություն բարձելու համար։ Սկսենք ամենասկզբից, որտեղ ես ծնվել, երբ ես ծնվել։ Ես ծնվել եմ Հայաստանում, մեծացել Էջմիածնում, բազմազավակ ընտանիքում, 4 քույր ենք եղել։ Ինչ լավ է։ Շատ համերաշխ, հետաքրքիր։ Ինչ ես սիրել փոքր ժամանակ։ Փոքր ժամանակ չեմ սիրել, չգիտեմ ոնց արտահայտվեմ, չեմ սիրել։ Չեմ սիրել, շատ ձայներ չեմ սիրել։ Ձայներ չեմ սիրել, մինչ հիմա բավական աղմուկ չեմ սիրում։ Իսկ մնացածը ամենից սիրում եմ։ Սիրում եմ բարել, երգել։ Ակտիվ կյանք սիրում եմ շատ, հա։ Այդ լավ է։ Ինչ երաժշտության, նկարչության, չէ, նկարելուց հեռու եմ։ Սպորտ մեծ տարիքում իհարկե յոգայով եմ զբաղվել։ Շատ հետաքրքիր էր ինձ համար։ Կհասնենք դրան, հետո փոքր տարիքն ենք հիմա։ Փոքր տարիք։ Փոքր Անահիտի հետ ենք։ Փոքր Անահիտը։ Դպրոցում ինչ էի սիրում, ինչ առարկայի։ Դպրոցում շատ մաթեմատիկա եմ սիրել, շատ։ Նաև պատմություն եմ սիրել, բայց ավելի շատ մաթեմատիկա, շատ եմ սիրել ու ինձ մոտ լավ ստացվում էր, չգիտեմ։ Ինչ լավ։ Հա, միգուցե հայրիկից եմ ժառանգել, մեր ընտանիքում բոլորը մաթեմատիկա քույրիկս շատ լավ է եղել մաթեմատիկայից։ Այդպես։ Դա շատ կարևոր է մաթեմատիկան։ Իսկ առարկաներ կար, որ չէի սիրում։ Առարկաներ անգլերեն չեմ սիրել, որը հենց այս պահին շատ զղջում եմ, բայց ինչն էր պատճառը։ Դասատու լավը չէր։ Այդ ընթացքում չգիտեմ, մեզ դասատուները անընդհատ փոխվում էին ու մեր մոտ չէր ստացվում երեխեքի մոտ անգլերեն սովորելը։ Ռուսերենն էին, բայց շատ եմ ափսոսում, հիմա առավել եւս որ դրսում եմ։ Դե ուշ չի։ Հա, իհարկե ուշ չի։ Ամեն ինչ կարելի է ժամանակի։ Ավարտում ես դպրոցը։ Դպրոցս ավարտելուց հետո ընդունվում եմ, իհարկե առաջին տարին չի ստացվում ինձ մոտ համալսարան ընդունվելը, բայց գնում եմ առաջ։ Փորձում եմ հաջորդ տարի։ Հաջորդ տարին ստացվում է ու ընդունվում եմ համալսարան հոգեբանություն եւ սոցիալ մանկավարժություն։ Ահա։ Սովորում եմ այնտեղ, այդ ընթացքում մի փոքր ծանր է լինում, հարազատի կորուստ եմ ունենում, մի փոքր դժվար ընթացք է լինում,
իմ ընտանիքիս կյանքում, բայց ավարտում եմ համալսարանը, հետո ընդունվում դպրոց։ Դպրոցի հոկեբան։ Դպրոցի հոկեբան, այնտեղ Շատ արագ գնացիր, բայց դի տարիներին ինչ ես անում, ինչով ես զբաղվում, ինչ ես սիրում։ Դե սովորում էի, այդ էր շատը սովորում էի, անընդհատ սովորում, որ բաց չթողնեմ, մի փոքր դժվար էր ամեն դեպքում։ Շատ ինչ որ հոգեբանությունն էր, տրեյնինգների էինք մասնակցում, ունեինք շատ սիրելի Մեհրաբյան, Մարիամ Մեհրաբյանը մեր իմ ամենասիրելի դասախոսներից էր, իրան հետ էինք կապ պահում, գնում էինք, շատ ինչ որ հոգեբանության հետ էի առնչվում, երեխաներ, մանկական հոգեբանությունն էր սովորում։ Հա, մանկական, չէ, ընդհանուր էր ավելի շուտ, հետո ոնց որ երբ որ արդեն ընդունվեցի դպրոց, դժվար էր նոր մասնագիտություն էր դպրոցի համար, սկսեցի նորից էլի տրեյնինգների գնալ, վերցնել մանկական հոգեբանություն, երեխեքի հետ թե ինչպես կարամ զբաղվեմ, ու այդպես, բայց ընդհանուր եղել եմ հոգեբան ու սոցիալ մանկավարժ մասնագիտությամբ։ Հետո որ գնում ես դպրոց, ոնց անցնում դպրոցում, քանի որ նոր մասնագիտություն էր, նոր էր դպրոցներում, ինքան հետաքրքիր էր, երեխեքը գալիս էին ինձ մոտ, ասում էին ընկեր Անահիտ, այս բաղը մայկա բերեմ, որ նայեք, երեխեքը գիտեին, ես բախտագուշակ եմ։ Շատ էինք ծիծաղում, որ մայկայի չէր նայում, ընկեր Անահիտ։ Ու բոլորը ծիծաղում էին։ Ես գծավոր շոուն եմ կարաս ինձ վրա նայել։ Երեխեքը չէին հասկանում, հենց դա էր, որ անգամ ուսուցիչներն էլ իրանց համար դժվար էր։ 30 տարվա, 20 տարվա մանկավարժներ ու գալիս է մի ջահել աղջիկ հոգեբան, ու ինքը կարա ինչ-որ առաջարկություն անի։ Հա, շատ քանի գլխանում ես աղջիկ ջան։ Հա, հեշտ չէր ինձ համար, բայց ժպիտով հաղթահարում էի ու ավելի շատ փորձում էի զարգանալ։ Հա։ Այդ էր ինձ տալիս, որ ես անընդհատ նայում էի, կարդում էի, գնում էի, պրպտում էի, գտնում էի, որ ոնց կկարողանամ թե մանկավարժների հետ զրուցել եւ թե երեխաների։ Ստացվում էր շատ։ Հա։ Տեսնում էր բանի փոփոխություն։ Ես փոփոխություն առաջի տարին, հա, մի փոքր դժվար էր, ինձ չէին ընդունում, հենց մանկավարժները չէին ընդունում, չէին հասկանում, թե ոնց կարող է։ Երեխեքը հենց առաջին իսկ օրվանից են ընդունել, շատ հետաքրքիր էր։ Հետո արդեն ես ինքս գտա ճյուղը, սկսեցին արդեն տարեվերջյան բոլորը շնորհակալություններ էին հայտնում, հասկանում էին, որ շատ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում ես ու չգիտեմ, ամեն ինչ շատ լավ էր արդեն, այնպես որ կողքից էին արդեն գալիս կողքի դպրոցներից ունեի երեխեք անհատական պարապմունքների համար։ Ինչ լավ է։ Հա, կարևոր է, ինձ թվում է ամեն ինչ ոնց որ փոխվեց դեպի լավը, չգիտեմ, ես գոհ էի իմ աշխատանքից։ Ու առավել եւս որ շատ էի սիրում իմ աշխատանքը, երեխեքի հետ շփումը ու կարողանում էի ու փորձեցի դպրոցում հատուկ կարիք ունեցող երեխաների հետ շատ էի շփվում ու ներգրավում էի իրանց երեխեքի հետ։ Իրանք աշխատում էին միասին, որ նման բան իմ կարծիքով շատ քիչ էր այն ժամանակ, չկար, չկար, իրանք չէին կարա։ Ունեինք բարձր խավ, ունեինք միջին եւ ցածր, չէ, ցավոք սրտի իհարկե։ Կան դպրոցներ, որոնք իմերսիվ են, ավելի բան, ինկլյուզիվ են, ոչ թե իմերսիվ են, ինկլյուզիվ են, այդ հատուկ են, ներառական կրթությունը, հա։ Հետո մեր դպրոցն էլ դարձավ ներառական կրթության, որովհետեւ օրենք փոխվեց, որ բոլոր դպրոցները հավասար են, այսինքն բոլոր դպրոցներում երեխաների հետ կարող են սովորել հատուկ, ահա, խնդիր ունեցող երեխաները, իհարկե շատ լավ վերաբերմունք չունեմ դրա համար, բայց գտնում ես որ դա ճիշտ չի։ Ինձ թվում է չէ։ Ինձ թվում է չէ, որովհետև երեխաները այդ նախ ուսուցչի համար է շատ դժվար, ճիշտ է, հիմա այս պահին արդեն ունեն հոգեբաններ, հատուկ հոգեբաններ, որ նստում է դասին, բայց իմ կարծիքով դասը լիարժեք չի լինում։ Նախ ուսուցիչն է հոգնում, երեխաներն են հոգնում, կան երեխաներ, որ իրանք միանգամից ընկալում են, իսկ նրանց համար պետք է 1, 2, 3, 4, 5 անգամ ու ասել, ինձ թվում է կրթությունը մի փոքր ամեն հենդիկեփ տարբեր որակի, դու չես կարա
անգամ նույն աուտիզմի մեջ, նույն դաունի մեջ ամեն ինչ միշտ տարբեր աստիճաններ ու այո, ու հենց դա էր, որ չէին հաշվի առնում աստիճանները։ Բոլորը պետքա սովորեին միասին։ Դա էր հենց խնդիրը, իսկ կա իհարկե կա ալտիկի տեսակներ, կարգեր, որ կարող են Ես կարծում եմ, ես անձամբ կարծում եմ, որ որոշ դեպքերում շատ լավ միտք է, որոշ դեպքերում, բայց պետք է տալ միջոցներ դասատուներին եւ դպրոցներին այդ ծրագրերը իրականացնել։ Ես այդ ամենը ասենց ներառեցի ու փորձում էի առանձին անհատական մոտեցում ցույց տալ ու շատ ստացվում էր կազմակերպում էի հոգեբանական թերապիաներ մեր երկու երեխաների հետ ու ստացվում էր ինձ մոտ ու տնօրենությունն էլ ուսուցիչներն էլ բոլորը գոհ էին լինում ու երեխեքին էլ հատուկ տվել էի որ չարաճճի երեխաները հենց դասամիջոց է լինում իրանք պետք է գան իմ սենյակ ու երեխեքը չէին հասցնում որ վատ պահվածք ունենային ինչ որ կռվեին զբաղացնում է իրենց ու իրենք բոլորը ինչ որ միտեղ զբաղված էին ինչ որ սենյակում կարողացել եմ աշխատել Ինչ է կատարվում հետո քանի տարի ես աշխատում դպրոցում 5 տարի աշխատում եմ դպրոցում արդեն 5 տարի էր մտածում էի ընդունվեմ մագիստրատուրա որովհետև ուզում էի էլ ավելին բարձրանայի բայց եկա հանգստի Բելգիա ամառային արձակուրդներին որոշեցի մենք ունենք այստեղ ծանոթ ընկեր որը որ մեր հարևանուհին էր ու ես կազմակերպեցինք այսպես որ ես ուզում եմ գնամ հանգստի ու ինքը առաջարկեց իր մոտ ու ամեն ինչը իր վրա հրավերքը ինձ ուղարկեց որովհետև առաջ շատ դժվար էր 9-10 տարի առաջ գալ Եվրոպա ու ստացվեց ես մեկ ամսով եկել եմ այստեղ Բելգիա հետո շատ հետաքրքիր էր շատ լավ ժամանակ անցկացրեցի վերջում մնացել էր ինձ արդեն ընդամենը 2 օր բայց ոչ մի մտադրություն չունեի այստեղ մնալու որովհետև սիրում էի իմ աշխատանքը մայրս այնտեղ էր քույրիկներս այնտեղ ընդհանրապես ցանկություն չունեի դուրս գալու ու մեկ անգամ հյուր ենք գնացել մեր էլի ընկերոջը, որ ծանոթացել է այստեղ ու տեսնում եմ մի երիտասարդի, որ պարապում է ինքը շախմատ, իրանց տղայի հետ, 7-8 տարեկան տղայի հետ։ Ծանոթացնում են, որ ինքը հայ է, շախմատով է զբաղվում, իհարկե, բայց ոչ մի ինչ-որ լրջություն, շատ ջերմ, շատ հետաքրքիր էր ու հաջորդ օրը տղան հրավիրում է ինձ դուրս գանք ինչ-որ սուրճ խմելու հա, սուրճ խմելու ինչ-որ Բելգիայում քայլելու Բելգիայում ու չեմ մերժում, որովհետև ոչ մի պլան չունեինք ու առավել ևս որ ծանոթ էր, իրանք ասեցին շատ լավ տղա է, հանգիստ գնանք, չենք նեղվում, եթե ինչ-որ գնում եմ ու շատ լավ ժամանակ ենք անցկացնում ու դա Ռուբենն է լինում ներկայիս ամուսինս ու շատ հաճելի, շատ լավ օր ունենում ենք, բայց ամեն դեպքում ես որ հայ մտածում, հաջորդ օրը ես գնում եմ Հայաստան միայն ավելացնում ենք մեզ դրուզյաներով Facebook-յան ընկերներ ենք ավելացնում իրար ու վերջ, այդպես Շնորհակալություն ստեսություն ոչ մի ինչ-որ ես շատ սիրով գնում եմ Հայաստան ու բարձր տրամադրությամբ հետաքրքիր էր ամեն դեպքում այստեղ, բայց ես իմ Հայաստանը շատ սիրում եմ ու սիրել եմ ու այդպես անցնում են տարիներ ու միշտ ինձ հարցնում են, թե ինչ-որ քեզ չի գրում այդ տղան Ռուբենը չի գրում, ինձ միշտ հարցնում են տարիներ են անցնում իհարկե տարիներ, 2 թե 3 տարի հետո ասում եմ, չէ, դե ինչ-որ ոչ մի կապ չկա մեր մեջ, էլի միայն հա, ես Ռուբենի Facebook-ում է բան չի շարժվում ոչինչ չի շարժվում, իմ մոտ էլ չի շարժվում ոչ մի բան կոնստանտ հավասար մենակ մի անգամ ուրեմն ընկերուհուս հետ նստած էինք ու այդպես էջն ենք թերթում իմ Facebook-յան ու տեսանք որ Ռուբենը ավելացում է արել ինչ որ ինքը մագիստրատուրա է ավարտել ու գրել է որ ստացել է մագիստրոսի կոչումը
ու ընկերուհուս ասեցին այս տղային ճանաչում եմ, ասեց դե շնորհավորի, ասեցի բայց ամեն դեպքում ասեցի հա շատ լավ է, բայց չշնորհավորեցի, ընկերուհիս բռնեց գրեց Ռուբենին շնորհավորում եմ, Ռուբենը պատասխանում է շնորհակալություն, էլի ոչինչ չկա։ Ու ամեն դեպքում ես սպասելիքներ էլ չունեի, ոչ մի սպասելիք։ Գալիս է մեկ օր ամռանը Ռուբենը ինձ գրում է, որ ես գալիս եմ մեկ շաբաթով Հայաստան։ Լավ ես անում, սուրճ խմենք։ Լավ ես անում։ Եթե ինչ-որ ես ասացի դե գիտեմ, որ այնտեղ շատ ծանոթներ ինքը չունի, ասացի եթե ինչ-որ կզգաս, որ կարիք կա, հա, ինձ կգրես։ Ու Ռուբենս գալիս է ու ինձ գրում է։ Աստեն մտքով էր եկել աշկիս Ռուբենս։ Ռուբենը լրի պլանավորած։ Գալիս է։ Քանի տարի ընդհանրապես մտածում դրա մասին։ Երևի 3 տարի մտածել։ 3 տարի։ Հետո ու Վարդեվարի օրն էր, եթե չեմ սխալվում, ինքը գրում է, որ կարանք հանդիպենք, իհարկե կարանք, ոչ մի խնդիր ասացի, բայց այսօր ասեցի մեզ մոտ Վարդեվարն է, որը ջրոցի է, այսինքն մեզ կջրեն, ես չեմ ուզենա գա, որովհետև ես ինքս էլ ապրում եմ Էջմիածնում, հեռու էր ինձ Երևան հասնել ամեն դեպքում։ Բա երեկոյան գրում է, որ չի, բոլորը գնացել են, ամեն ինչ հանգիստ է, եթե կկարողանաս արի։ Ես սիրով գնում եմ, որովհետև ոչ մի ինչ-որ ոչ մի պլան տեսնում եմ Ռուբենին ու այնտեղ կանգնած է մի տղա դույլը ձեռքը ու Ռուբենն ինձ ասում գնացեք ջրեք իրան։ Հա, ասած զարմացած նայում եմ ինչի։ Հետո եկան ջրեցին ինձ, հա, ջրեցին, ես ինչպես միշտ կանգնած ինչի եկա։ Ես ինչի եկա։ Ես գիտեի, որ այսպես կլիներ, կջրեին։ Ասացի դե որ ինձ ջրում եք, իրան ջրեք, ինչ ասեմ էլ։ Հետո իրան ջրեցին, իհարկե մեր հայ տղաներ։ Հետո ու տենց սկսեցինք ծիծաղել, քայլեցինք Էլի, ես շատ զարմացած էի։ Որպես առաջին հանդիպում 3 տարի հետո մի զարմանալի։ Հա, ու այդպես ինչ-որ անկեղծ շարունակվեց, էլի ծիծաղեցինք, բայց էլի մտածում չէ, էլի ուրեմն ինչի։ Հաջորդ օրն էլի գնացի, բայց Ռուբենը նորից էլի գրում է, որ կարանք հանդիպենք։ Հա, ասեցի, հա, դե տղա է, չունի ոչ մեկ այստեղ կգնամ, կօգնեմ։ Հա։ Էլի գնացի 1, 2, 3, հետո հասկացա, որ 4-5 օր արդեն ես դուրս եմ գալիս ու հաճելի է, հետաքրքիր է իր հետ։ Ու այդ ժամանակ էլ մաման էլ ինձ ասաց, բայց 4-5 օր։ Վրա։ Ասացի, չէ, մամ, տենց ինչ-որ ոչ մի ինչ-որ լրջություն ուղղակի ոչ մեկ չունի։ Հայաստանը պետք է գնանք։ Հա, բավոց։ Բայց հաճելի էր ամեն դեպքում։ Որ հաճելի չներ չէ։ Հետո հաջորդ երևի չեմ հիշում 5-րդ, 6-րդ օրներ ինքը արդեն պետքա գնար, որտեղ մեկ շաբաթով էր եկել։ Հետո ինձ գրում է, որ ես մեկ շաբաթ էլ եմ ավելացրել։ Դու ասիկներից ես ամեն օր արդեն 5 օրը հասկացանք։ Ու հետո գալիս եմ տուն ու շատ գեղեցիկ ծաղիկներ եմ տեսնում, բայց քանի որ ես քույրիկ էլ ունեի փոքր, մտածում էի, ասեցի ինչ սիրուն ծաղիկներ են ուղարկել, ով որ ուղարկել այս ծաղիկները, շատ հետաքրքիր մարդ է ինքը ուրեմն։ Ու բայց ես չեմ մտածում, որ այդ ծաղիկները իմն են, մտածում քույրիկինս են, իրան եմ ասում, էլի։ Ու ասում են, բայց քոնն է, Անահիտ է վրան գրած։ Չի հա։ Ու չեմ էլի մտածում, որ Ռուբենը կլինի։ Ու այդպես Ռուբենը էլի չի գրում, որ ստացար ծաղիկները, չստացար, ամեն դեպքում շատ սիրուն էր։ Մինչև օրս հիշում եմ ծաղիկները։ Ու հետո էլի երեկոյան պետքա հանդիպեինք, բայց արդեն եմ որ արդեն զգում ես որ մենակ կոֆե խմել չի։ Հետո ասեց ծաղիկները դուրը տեկավ արդեն ու ասում բա ինչի չես ասում որ դու ես ուղարկել, ասում ես գիտեի դու գիտես։ Միամտություն։ Ու այդպես արդեն հետո արդեն եկավ Ռուբենը մեր տուն։ Հա, բանը։ Հա, արդեն պարզ էր եկավ, հա,
մամայի հետ ծանոթացավ, մինչև ես սուրճ էի դնում, մաման արդեն Ռուբենին որպես տղա ընդունեց։ Մի անգամից։ Հա, շատ հետաքրքիր էր քույրիկս, այն որ բոլոր ասես քույրիկս նստած ուզում էր նկարել, որ ուղարկեր մեծ քույրերից, որովհետև տեսնեն էլի, ով է, հավանում են, չեն հավանում, ամեն դեպքում շատ ծիծաղելի էր, բայց բոլորը հավանեցին, շատ ինքը շատ կիրթ, հետաքրքիր, լուրջ, ամենակարևորը տղա էր, որը մաման ասեց, ինձ դուր է գալիս, հա, դու ընտրի, իհարկե հեռավորությունը մեր համար շատ մեծ խնդիր էր, որովհետև ես երբեք չէի մտածի, որ մայրիկս կթողնամ մենակ ու կգամ։ Մենակ չի, 3 հատ քույրիկ ունես։ Հա, բայց դե ամեն դեպքում ես էի տանը։ Ոչ մեկ չէր պատկերացնում, որ ես դուրս կգամ երկրից, որովհետև ես այնտեղ արդեն ստեղծել էի դժվարությամբ, հասել էի իմ ուզածին, ունեի աշխատանք, ունեի իմ շրջապատը, ընկերները։ Քանի տարեկան էիր այդ ժամանակ? 28 տարեկան։ Հա, դե արդեն մի ամբողջ կյանք, հա, իհարկե, չի որ դու ավարտեցիր 18 չէ, շատ դժվար էր, դրա համար մտածելն էլ եմ, որ ես ճիշտ քայլ եմ անում, թե սխալ, բայց ամեն ինչ գնաց շատ հարթ։ Որ քվին ես եկել ստեղ։ 17, հա, 17 թվականին, ահա։ Ինչա կատարվի քո կյանքում 17 թվից այս կողմ։ Բացի երկու բալիկներից։ Հա։ Ամեն ինչ թողեցի, եկա այստեղ։ Ու արդեն սկսվեց դժվարությունը։ Դժվարություն չեմ ասում, ոչ մի թղթի խնդիր չեմ ունեցել, հա, ունեցել եմ ամեն ինչ, բայց դժվար էր այստեղ կայանալը։ Հենց օտար երկրում, օտար լեզու, օտար մշակույթ, ամեն դեպքում մեծ տարիքում մի փոքր դժվար էր։ Ինձ թվում է մինչ օրս է դժվար, բայց հաղթահարում եմ ու առաջ եմ գնում։ Ապրես։ Հա, դժվարությունները պետք է ժպիտով հաղթահարենք, առաջ գնանք, առաջ նայենք։ Այստեղ եկա Լիլիթս ծնվեց։ Հա, իմ Լիլիթը։ Մի քիչ իմնա, մի քիչ։ Լիլիթը իմ երազանքների աղջիկն էր, հա։ Ես ապրել եմ իր ամեն վայրկյանը, իր, չգիտեմ, յուրահատուկ սեր եմ ունեցել Լիլիթի հանդեպ, իհարկե Ռուբենը նույնպես։ Ու սկսեցի Լիլիթին, քանի որ ընտանիքս Հայաստանում էր, անընդհատ նկարում էի Լիլիթին, ամեն վայրկյանը, ամեն րոպեն, սիրում էի նկարեմ, որ ուղարկեմ մամայից, քույրիկներիս։ Ու անընդհատ նկարում էի, նկարում, Լիլիթն շատ թիթիզիկ էր։ Ու հետո մտածեցի հեռախոսով հոգնեցի նկարելուց։ Ուզենամ ապարատ ունենամ, բայց չունեի։ Անընդհատ ուզում էի ապարատ ունենամ, ավելի որ լավ նկարներ ունենամ, ու Ռուբենը ինձ նվիրեց ապարատ։ Ունեցա իմ ապարատը, հետո սկսեցի, օքեյ, ապարատ ունեմ, հիմա կարող եմ ավելացնել ինչ-որ լույս վրան, չգիտեմ, լրիվ անմտածել, բայց ստացվեց դա, ու վերցրեցի լույսեր։ Ինքս ինձ նայում էի YouTube-ով ինչա հարկավոր, ինչ առնեմ, ինչ անեմ, ու սկսեցի ֆոներ առնել, պատվիրում էի ֆոները ու Լիլիթից նկարում էի ու ստացվում էր։ Հա, ստացվում էր։ Ու ոչ միտեղ չեմ դրել Լիլիթի նկարները, միայն իմ համար, մամա ինձ համար, ընտանիքիս անդամների համար ես ուրախանում էի։ Ու այդպես հասկացա, որ ոնց որ թե ամեն ինչ ունեմ ու առաջին ոնց որ նվերը Լիլիթից ուղարկեցին իրան հայկական տարազ։ Հայկական տարազով էի նկարում, ասում էի դե մի հատ էլ ինձ ուղարկեք իմ համար որ լինի։ Ու այդպես շարունակ ու սկսեցի դա իմ համար զբաղմունք էր։ Ես զբաղվում էի, որովհետև չէի աշխատում ու մենակ էստեղ հարազատ չունեի, ոնց որ իմ համար զբաղմունք էր, նայում էի, հետաքրքրվում էի, տեսնում էի, սա դուրս չի գալիս, սա է փոխում, կարդում էի, ինքնուսուցմամբ կարող եմ ասել, զբաղվեցի։ Ու դառավ մասնագիտություն։ Ու ոնց դարձավ մասնագիտություն ու քանի որ մեզ մոտ պատերազմից հետո 44 օրվա ուզում էի ինչ որ մի ներդրում ունենայի ես ինքս իմ աշխատանքով ինչ որ մի բան ուզում էի անել իմ տղաների համար
ու առաջարկեցի Հայտան տնօրինությանը ես նկարներ անեմ հայկական տարազներով երեխաներին, չգիտեմ, այո, Հայտանը, ու այնտեղ ընդունեցին, ասեցին փորձիր Անահիտ, նկարեցի բոլոր երեխաներին ու փոքրիկ բարեգործական ոնց որ ծրագիր եղավ, հայկական տարազներով երեխեքի նկարում էի, ու հետո ոնց որ նկարները ով ինչ ցանկանում էր առնում էր, հա, ու այդ ամբողջ գումարը տրամադրեցինք ու բավականին եմ, որ ես sense որ հիշում եմ, բոլոր ծնողները ողջավորված էին, հավաքվել էր գումար, անգամ ես չէի ուզում, որ իմանային, որ դա ես եմ արել, որովհետև ես համարում եմ, եթե բարեգործությունը պետք չի, որ երևա ով արել, կարևորը բարեգործությունը սրտանց է, բայց շատ ծնողներ սկսեցին հետաքրքրվել, հարցնել, ով է նկարում, սկզբնական շրջանում ասում էի, չէ, մի ասեք, հետո ոնց էլ լինի իմանան, հա, բայց այնտեղ աղջիկները սկսեցին համար տրամադրել ու սկսեցին ինձ զանգահարել 1, 2, 3 ու այդպես ոչ շատ, բայց սկսեցին, ոնց որ այդտեղից եղավ, որ տարածվեց, էլի, ու որ արդեն սկսեցի ինչ որ դարձավ աշխատանք, սկսեցի ոչ Հայաստան, երբ որ գնացի Հայաստան, այնտեղ վերապատրաստվեցի, որովհետև եթե աշխատանք է, ուրեմն պետք է կատարել շատ լավ։ Ու մինչ օրս սկսել եմ վերապատրաստվել ու նկարում եմ։ Իհարկե ոչ լուսանկարներ եմ անում, հա, երեխաների, հիմնականում երեխաների, ինչի, որովհետև դա էլ էր ինձ համար շատ ոնց որ իմ գործին կից էր, որովհետև էլի երեխա, աշխատանք երեխաների հետ։ Ու էլի ստացվում է երեխեքին կարողանում։ Մենք կդնենք քո վեբսայթը ինտերվյուի տակ, թող մարդիկ գան քեզ գրեն։ Շնորհակալ եմ շատ։ Հա, եթե իհարկե կուզենան բալիկներին նկարել տան։ Եթե ցանկանան սիրով։ Հա։ Այդպես հիմա զբաղվում եմ բայց երբեք չես մտածել էլի հոգեբանությամբ, որ անկեղծ ասեմ, այստեղ էլ եմ անում, բայց մեր հայ ընտանիքներին, ովքեր որ գիտեն, ես հոգեբան եմ մասնագիտությամբ, դիմում են ինձ, անհատական պարապում եմ, իհարկե տանը, որտեվ ապսոս այդքան ժամանակ արել ես, էլի, սովորել ես։ Հա, ուղղակի երեխեքի հետ շատ չեմ հասցնում, բայց էլի ակտիվ բալիկներ են, դե մենակ մեր Լիլիթը ասեցին, էլ գիմնաստիկա է գնում, հա, շախմատով զբաղվում, Էվան էլ է գնում գիմնաստիկայի ամեն դեպքում, դե մենակ բալիկների հետ արդեն շատ է վազվզել, ան մինչև վերջացնելը մեր հաղորդումը, մի քանի հարց եմ քեզ պատրաստել, սիրով, որ դա երևի մի քիչ կօգնի մարդկանց ավելի շատ քեզ ճանաչեն, չնայած ես թվում բավականին անկեղծ անմիջական մարդ ես, շատ հաճելի է քո հետ զրուցելը ու քեզ ճանաչելը, փաստորեն Լիլիթի փաստորեն ոնց ստացվեց մի քիչ տես կատափանան, Նարեն զանգեցին, ասեց Մարիշ, ասեց մի հատ ընկերուհի ունեմ, ասեց իր երեխեն չեմպիոն է դառել շախմատով, կլինի Բելգիայով այդ ինֆորմացիան գցեք, ասեցի, հա, իհարկե, ասեց, տենց մենք ծանոթացանք իրար հետ Լիլիթի թեթև ձեռով, Նարեի։ Շատ շնորհակալ եմ Նարեից եւ ձեզ։ Ես շատ ուրախանում եմ, որ մարդիկ ուրախանում են ուրիշների հաջողությամբ, իհարկե, առաջընթացով, ես գտնում եմ մենք դրանով ենք հարուստ։ Այո, այո։ Մի խոսքով, չքնաղ բալիկ է, ինքն էլ, մանեն էլ, այդպեսն էլ։ Ան ոնց ինչպես կուզենաս որ քեզ հիշեն, երբ որ չլինես։ Եթե չլինեմ։ Առաջինը որպես մարդ, լավ ընկեր, մարդ ում բոլորին լսել եմ, հասկացել եմ բոլորին։ Չգիտեմ, երևի լավ մարդ։ Լավ, լավ։ Եթե ինչ որ պետք է մի բան անեիր առանց վարձատրվելու կյանքում, ինչ կանեիր։ Ամեն ինչ կանեի։ Եթե ինչ որ կարողանայի օգնել երեխեքին փոքր տարիքում, երբ որ փոքր էի, ավելի ճիշտ փոքր չէ, երբ որ անգիտակից էի, ես մտածում էի, ես ունենալու եմ մանկատուն ու բոլոր երեխաներին չէ, երբ որ փոքր էի։ Փոքր էի, բայց հա, եւ հետո երբ որ գնացի արդեն մանկատուն աշխատանքի, երբ որ երեխաներին տեսա,
ու ասացի ես էլ կյանքում չեմ ուզի մանկատուն ունենամ ու կուզենամ բոլորը ունենան ծնողներ ու այս մանկատները կուզենամ աշխարհի երեսից վերանան։ Շատ լավ կլինի, շատ բարդ է մանկատները չենք մտածում, բայց լավը որ գոնե կամ այդ բալիկներին գոնե մի քիչ ընտանիքի բան են տալիս։ Ինչպես ես վերաբերվում դժվարություններին, ասեցինք։ Դժվարություններին ժպիտով հաղթահարում եմ։ Իհարկե սկիզբը շատ դժվար է լինում, բայց փորձում եմ ժպտալ ու առաջ գնալ։ Շատ լավն է։ Որն է եղել քո կյանքի ամենադժվար պահը։ Իմ կյանքի ամենադժվար պահը հարազատիս կորուստն է եղել։ Իմ կյանքի, այո։ Որն է եղել քո ամենաերջանիկ պահը։ Երեխեքիս ծնվելը։ Ընդհանրապես ունես սովորություն քո ձեռքբերումները տոնելու։ Ձեռքբերումները։ Չէ, բայց շնորհակալություն եմ հայտնում ինքս ինձ, եթե կարողացել եմ ունենալ ձեռքբերում։ Ինչ լավ է։ Տոն չի եղել, բայց ինքս ինձ շնորհակալ եմ լինում։ Շատ կարևոր է, շատ կարևոր։ Ինչի համար ես կյանքում երախտապարտ։ Երախտապարտ եմ, որ կամ, երախտապարտ եմ, որ ունեմ իմ մտերիմներին, հարազատներին, ընկերներին, ամեն ինչի համար երախտապարտ եմ։ Ինչ լավ է։ Տվյալ պահին ինչի վրա է բևեռված քո ուշադրությունը։ Ընտանիքիս։ Ընտանիքիս։ Full time։ Կա ինչ-որ մի բան, ինչի համար զղջում ես։ Չէ, նման բան չկա, չեմ զղջում։ Իսկ եթե եղել են պահեր, որ ինձ դուրս չի եկել, փորձել եմ այդ պահից վերցնել ինչ-որ դրականը եւ առաջ գնալ։ Այսինքն չեմ զղջում։ Ինչ լավ է, շատ լավ է։ Եթե ունենայիր կախարդական փայտիկ, ինչ կփոխեիր քո կյանքում։ Իմ կյանքում։ Դա քո ինտերվյուն է։ Հա, իմ կյանքում ինչ կփոխեի։ Միգուցե ոչինչ։ Գուցե ոչինչ։ Հա, գուցե ոչինչ, որովհետև իմ ունեմ ամենը, ինչ որ ունեմ, ճիշտ է, եղել են դժվարություններ, հաղթահարել եմ, անցել եմ, չէ, ոչինչ չեմ փոխի։ Հա, դա շատ լավ որոշում է։ Հա, ունեմ իմ սիրուն ընտանիքը, իմ երեխաները, չէ, ոչինչ չեմ փոխի։ Դա շատ լավ է։ Դա շատ լավ որոշում է։ Ժակմա ամեն ինչ գնացել է, ոնց։ Հա, իհարկե։ Իմ ուզածով, ճիշտ է, լինում են պահեր, որ մտածում ես, թե դա չի ստացվում, չի լինում, բայց հետո գալիս է մի պահ, որ տեսնում ես ինչի չի ստացվել, այսինքն խոչընդոտը եղել է միգուցե ուժեղանալու, միգուցե ավելին ձգտելու։ Հնարավոր է, իհարկե։ Ամեն ես միշտ ասում եմ, ամեն ինչ լինում է, որպեսզի մեզ բերի այնտեղ, որտեղ պետք է հասնենք վերջնականում։ Դրա համար Անջան, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մեկ անգամ եւս քո ժամանակի համար։ Ես անկեղծ զրույցի համար, ես ծաղիկների համար, բանը կստացվում եք դուք ինձ բոլորդ։ Շատ ուրախ եմ ծանոթանալու քեզ, քո բարիկներին, քո ընտանիքին ու ուրախ եմ, որ տենց լավ, սենց պայծառ ընտանիքներ կան Բելգիայում։ Շատ ուրախ եմ։ Ամեն դեպքում շնորհակալություն ժամանակի համար, գիտեմ, որ վազքը շատ էր, բոլոր այս ինտերվյուն կազմակերպելու համար։ Ես ինքս եմ շնորհակալ ձեզ, ձեր նախաձեռնության համար։ Շատ հետաքրքիր է լսել առավել եւս օտար երկրում մեր բնակիչների անցած կյանքը, ուղին, ամեն դեպքում մոտիվացնում է մեզ։ Հա, ինձ էլ է շատ հետաքրքիր։ Անկամ մարդկանց ում ճանաչում եմ, լրիվ ուրիշ կողմից եմ հայտնաբերում։ Շնորհակալություն ձեզ։ Մերսի, իսկ մեր ունկնդիրներին կառաջարկեմ, որ գնաք զրուցեք Անահիտի հետ։ Կիսվեք ձեր կարծիքներով, ձեր տպավորություններով եւ բոլոր ձեր ընկերների հետ կիսվեք մեր հաղորդումով, որպեսզի օգնեք տարածենք Բելգիա Հայ ռադիոն եւ այս բոլոր հետաքրքիր պատմությունները, որոնց հետ մեր մասնակիցները ի սրտե կիսվում են ինձ հետ, գաղտնիքով, բայց ամբողջ Բելգիայի ունկնդիրների հետ։ Լրիվ ի սրտե, հա։ Պաճիկներ բոլորին եւ լավ օր եմ ցանկանում։ Դուք հենց նոր լսեցիք Մարիշի հետ հաղորդման ոդկասթը։
Միացեք մեզ ուղիղ եթերում Բելգահայ ռադիոյով յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 19:00-ին, երեքշաբթի 10:00-ին, չորեքշաբթի 21:00-ին եւ ուրբաթ 10:00-ին։ Լսեք մեզ belgahai.be կայքով, Belgahai հավելվածով կամ ձեր մեքենայի մեջ DAB+-ով։